Բարև ձեզ հարգելի գոլեգաներ, հարգելի պացիենտներ և պացիենտների հարազատներ։ Ինչպես խոստացել էի, այսօր մենք կքննարկենք լեղապարկի հիվանդությունների և ընդհանրապես լեղապարկի հետ ասոցացված իրավիճակների դիետան, որի համար ես ձեզ խնդրում եմ, որ թույլ տվեք նստել և երկար բարակ բացատրել, թե ինչի մասին է խոսքը։ Տեսեք, ընդհանրապես լեղապարկի հիվանդությունները ունեն մի այսպիսի առանձնահատկություն։ Լեղապարկի հիվանդությունները մենք, եթե իրոք լեղապարկը հիվանդ է, ապա ոչ թե դեղորայքով կամ ինչ-որ բանով ենք բուժում, լեղապարկի հիմնական հիվանդությունները վիրահատվում են։ Այսինքն ո՞րն է այդ հիվանդությունը։ Այդ լեղաքարային հիվանդությունն է, լեղապարկի բորբոքումն է, հազվադեպ քրոնիկական, ավելի հաճախ սուր քարային բորբոքում եւ այս դեպքում ինչ ենք անում, լեղապարկը ուղակի հեռացնում ենք։ Ստեղ դիետայի տեղը որտեղ է, չէ՞, որտեղ է դիետայի տեղը, եթե լեղապարկը հեռացնում ենք։ Ուրեմն սկսենք ամենահաճախ դեպքից, երբ որ լեղապարկը հեռացված է եւ լեղապարկը հեռացված, լեղապարկ չունեցող մարդկանց ասում են, որ պետքա դիետա պահեք կամ այս մարդիկ մտածում են, որ իրանք պետքա դիետա պահեն։ Իրականում դա այդպես չի։ Անմիջապես հեռացնելուց հետո մի քանի օր, մի 2-3 շաբաթ միգուցե պետք է այո, որոշակի խնայողական դիետա։ Բայց եթե այդ մի քանի շաբաթը անցնում է, արդեն օրգանիզմը հարմարվում է լեղապարկի բացակայությանը եւ մարդը ապրում է այնպես, կարծես երբեք լեղապարկ չի ունեցել։ Լեղապարկ մարդը ունի թե չունի, դա ըստ էության որևիցե կերպ չի ազդում իր մարսողության վրա։ Կան որոշակի իրավիճակներ, երբեմն կարծում եմ, որ կան լուծային վիճակներ, որոնք կապված են լեղապարկի հետ, բայց այստեղ ավելի շատ լեղապարկի բացակայությունը գերագնահատված է, քան թե իրականում դա կա։ Այսինքն մեծամասամբ դեպքերում մարդը լեղապարկ ունի թե չունի, դա կապ չունի։ Գիտեք, երբ է լեղապարկի նշանակությունը կարևորվում, երբ որ մարդը ապրել է սրանից 30-50 հազար տարի առաջ, ապրել է քարանձավում եւ ահա այս դեպքում այո, այս տեսակ պայմաններում էական է մարդը լեղապարկ ունի թե չունի։ Ինչու՞։ Որովհետեւ լեղապարկի ֆունկցիան դա լեղի կուտակելն է, որպեսզի մարսողության ժամանակ լեղին դուրս գա 12 մատնի աղիք եւ իրականացնի ճարպերի մարսողություն։ Այն ժամանակներում 30-40 հազար տարի առաջ, նամանավանդ երբ որ, չգիտեմ, մարդը ապրել է լեռնային կամ, չգիտեմ, սուղ սննդային պայմաններում, ամեն կալորիան հաշվի մեջ է եղել։ Յուրացրած ամեն ճարպի կաթիլը հաշվի մեջ է եղել։ Մարդիկ որս են արել, սնունդ են կերել, այդ որսի մեջ եղած կամ բուսական սննդանյութերից որևիցե մեկի մեջ որ յուղ է պարունակում, այդ յուղի ամեն կաթիլը կարևոր է եղել, որպեսզի օրգանիզմը յուրացնի, որ կալորիա լինի, որ չհյուծվի։ Հենց հիմա էլ օրինակ արջերի համար այդ ամեն կաթիլը ճարպի կարևոր է։ Եվ արջերը, որոնք ձմռանը ենթադրեն քուն են մտնում, այդ ամբողջ ձմռը քնած ժամանակ ինքը մարսում է իր ճարպերը, յուրացնում է, մաշացնում է իր ճարպերը։ Ահա նույն կերպ այն կենդանիները, որոնց կալորիան հաշիվ է, ամեն կաթիլ ճարպը հաշիվ է։ Այդ մարդկանց մոտ լեղապարկը, այդ կենդանիների մոտ լեղապարկը էական է։ Հիմա մարդ արարած, ապրում է 21-րդ դարում, տանը կա սառնարան, փողոցում կա սուպերմարկետ։ Մենք ինչ խնդիր ունենք կալորիաների, ճարպերի, որ մեզ լեղապարկ է պետք, մեզ լեղին պետք է պահեստավորվի, հենց ուտելու ժամանակ լեղին գնա, որ յուրացնի ամենավերջին կաթիլը մեր ունեցած, մեր ընդունած սննդի մեջ եղած ճարպի։ Ոչ, մենք այդ կարիքը չունենք, հակառակը, մենք կրակն ենք ընկել մեր սննդի մեջ եղած ճարպի ձեռքը։ Մեր դարը, մեր դարաշրջանը, մեր օրոք ապրող մարդիկ ինձնից սկսած, կրակն ենք ընկել մեր սննդի մեջ արկա ճարպերի ձեռքը։ Դրանք սենս շատ են մարսվում։ Մենք կալորիաների դեֆիցիտ չունենք, հետևաբար լեղապարկ մեզ պետք չի։ Այն անեկդոտը գիտեք, Թութակի, որ ասում անձի բմբուլ պետք չի։ Հիմա այդ է, մեզ լեղապարկ որպես այդպիսին, սկզբունքային ըստ էության պետք չի։ Մեզ ճարպերի մարսողության այն ամենավերջի կաթիլը յուրացնել պետք չի։ Հետևաբար մարդիկ, ովքեր լեղապարկ չունեն, այդ կապ չունի, ունեն թե չունեն։
նրանց դիետան այնպես է, ինչպես առողջ մարդկանցը։ Հիշում եք դրա մասին նախանցած հաղորդումներ, որտեղ ասում եմ ամենալավ տարածված դիետան՝ ուտել համով բաներ, չուտել անհամ բաներ։ Մեր խնդիրը քանակի մեջ է, ոչ թե կերակրատեսակի։ Քանակն է մեզ փաստի առաջ կանգնացնում։ Չափից ավել շատ ընդունած խմորը, չափից ավել շատ ընդունած յուղերը, չափից ավել շատ ընդունած քաղցրը, քանակն է մեր խնդրեմը, մեր խնդրեմը սննդատեսակների մեջ չի, դրանց քանակի մեջ է, շատակերության մեջ է մեր խնդրեմը, ոչ թե ուտելու առհասարակ ուտելու մեջ մենք խնդրեմ չունենք։ Որոշ մարդիկ ասում են լեղապարկից վիրահատությունից հետո ես չաղացա։ Շատերը չաղացել են առանց լեղապարկը վիրահատելու, ընդհանրապես տարիների ընթացքում գիրանալու հակում ունեցող օրգանիզմները, ճարպաբջջան կուտակող օրգանիզմները, մի օր սրա մասին առանձին կխոսեմ, չաղության մասին մի օր առանձին կխոսեմ, անձնական փորձից ելնելով այդ թվում եւ մասնագիտական եւ անձնական փորձից ելնելով։ Թեև առաջ անցնելով ասեմ, որ ես դիետոթերապևտ չեմ, ես դիետոլոգ չեմ։ Կան շատ լավ դիետոլոգներ, դիետոթերապևտներ, ես գաստրոենտերոլոգ եմ, որը այս կամ այն չափով առնչվում է դիետիկ խնդիրների հետ, դիետաների հետ։ Եվ այդ տեսանկյունից եմ խոսում։ Ավելի մանրամասն, ավելի այսպես մանրակրկիտ եւ հանգամանալից դիետոլոգները, դիետոթերապևտները ձեզ ամեն ինչը կբացատրեն։ Իմ ասելիքը ախտաբանական իրավիճակներին է վերաբերվում, որոնք ոչ թե բուն դիետոլոգիական ախտաբանություններ են, այլ գաստրոենտերոլոգիական կամ վիրաբուժական կամ հետվիրաբուժական բարդություններ են։ Ահա մարդիկ կան, որոնք ասում են լեղապարկը վիրահատելուց հետո ես չաղացա։ Ոչ, դու լեղապարկը վիրահատելուց հետո չչաղացար։ Դու ուղղակի չաղացար։ Լեղապարկը վիրահատությունը այդ ճանապարհին ուղղակի մի իրադարձություն է, որը հիշվում է։ Շատերը առանց այդ լեղապարկը վիրահատելու տարիքի հետ այսպես թե այնպես քաշ են ավելացնում։ Մյուս հարցը, որ լեղապարկը վիրահատված պացիենտներին հաճախ խորհուրդ են տալի ուտել քիչ-քիչ եւ հաճախ։ Իրականում այդ հաճախ ուտելը պահպանվում է, քիչ-քիչ ուտելը չգիտեմ ոնց, եւ բնականաբար, օրինակ օրը մի անգամ, երկու անգամ ուտելու փոխանեն, որ 4-5 անգամ ուտես, բա կչաղանաս, բա ինչ կանես։ Այդ քիչ-քիչը մոռացվում է։ Հաճախ ուտելով մարդը չաղանում է, բա ինչ անում։ Բա գիրությունը հիմնականում ինչի հաշվին է։ Գնում գալի մի փուճուր բան կծում, գնում գալի մի փուճուր բան ուտում, մի հատ պեչենի էստեղ, մի հատ շոկոլադ այնտեղ, մի հատ կոնֆետ այնտեղ, մի հատ պաղպաղակ ստեղ, մի հատ բրդուճ ստեղ, այսինքն բացի հիմնական հաց ուտելուց նախաճաշ, ճաշ եւ ընթրիք։ Այսպես ձեռքի հետ ուտելուց, բա չաղանում է մարդ, բա ինչ անում։ Դա լեղապարկի վիրահատության հետ որևիցե կապ չունի, լեղապարկ չունենալու հետ որևիցե կապ չունի։ Այստեղից եկանք հասանք այն խնդրին, որ մի խոսքով մարդու լեղապարկը հեռացված է, թե ոչ, դա ոչ մի կապ չունի։ Լեղապարկ չունեցող մարդիկ հիվանդներ չեն, նրանք նորմալ առողջ մարդիկ են։ Ու նրանց այն գլխից էլ կարելի էր ասել, լեղապարկ պետք չէր։ Այս դարում լեղապարկը որպես այդպիսին որևիցե նշանակալի ֆունկցիա մեր մարսողության մեջ չի իրականացնում։ Եթե տանը կա սառնարան, իսկ բակում կամ չգիտեմ, փողոցում կա սուպերմարկետ։ Անցնենք մյուս խնդիրներին։ Այն հիվանդները, որոնք ունեն լեղապարկում քարեր, ունեն բորբոքում, պրիստուպներ են ունենում, սա պարտադիր է նշել, պրիստուպներ են ունենում եւ դեռ չեն վիրահատվել։ Ահա այս մարդկանց կա դիետա։ Այս դեպքում պետք է դիետա մինչև վիրահատությունը։ Չկա դիետա, որ այս մարդկանց կօգնի, որ իրանք ազատվեն վիրահատությունից։ Այդպիսի դիետա չկա։ Միգուցե 10 վիրահատելու տեխնացուն, 10 ենթասուր կամ սուր խոլեցիստիտով, քարային խոլեցիստիտով պացիենտներին, միգուցե մեկը չվիրահատվի, վերջը տենց էլ մարսի գնա, բայց այն ինի մոտ ավելի բարդություններ են զարգանալու, մեծ խնդիրներ են լինելու, այնպես որ եթե կա քար, կա լեղապարկի բորբոքում եւ կա պրիստուպներ, ապա վիրահատություն։ Եթե չկա պրիստուպներ, ապա ոչ մի բան։ Հիմա այս մարդկանց մոտ, ովքեր պրիստուպների ունենում են եւ պլանավորում են վիրահատություն։ Մինչեւ վիրահատությունը, որպեսզի չլինի լեղապարկի կրճատում եւ այդ քարերը ներ լեղապարկային ճնշումը չբարձրանա, պրիստուպային ցավը չմեծանա, կա լեղապարկը խնայող, լեղապարկի կրճատումը, այսպես ասած, խնայող դիետա։ Դա որ դիետան է, երբ որ սննդից բացառվում է կոֆեինը, առաջին կոֆեինը, ինչի մեջ է պարունակում կոֆեինը, սուրճի մեջ, թեյի մեջ, շոկոլադի մեջ, կակաոյի մեջ, կոկա-կոլայի մեջ։ Այս 5 բանը բացառվում է։ Սուրճ, թեյ,
կակաո, շոկոլադ, կոկա-կոլա։ Այս կոֆեին պարունակողները բացառում ենք։ Եվ յուղ պարունակողները, ինչը ժարիտները տապակած սնունդը, այսպես թե այնպես յուղոտ է, որտեղ երբ որ տապակում ես, ինչ ուզում ես տապակի, ուզում ես ձվածեղ արա, ուզում ես միս տապակի, ուզում ես կարտոֆիլ տապակի, ինչ էլ տապակես, գուբկայի նման, սպունգի նման իր մեջ է յուղը կուտակում։ Այս կուտակված յուղը արդեն լեղապարկը կրճատվելու ուժեղ խթան է, եւ սա բերում է ինչի պրիստուպի առաջացման, եթե կա քարեր ու կա բորբոքային վիճակ։ Ուրեմն յուղն ենք բացառում, առաջինը բացառում ենք տապակածը, երկրորդը հալած պանիրները, յուղալի պանիրները, չգիտեմ, ու կապ չունի այդ յուղը կենդանական է թե բուսական, հեչ կապ չունի դա ձեթ է թե սալ է, խոզի մսի սալն է, թե չգիտեմ, մի հատ սալատ է ընդամենը, որի մեջ բանա ձեթ է, բանա ձիթապտղի ձեթ է խառնած, դա հեչ էական չի։ Յուղը լեղապարկ է կրճատում, ուրեմն բոլոր տեսակ յուղոտ սնունդները պետք է բացառվեն։ Յուղոտ սնունդները, ասես, թթվասերը կարա յուղոտը լիմացուն այդքան էլ չէ, թթվասերը, յուղոտ պանիրները, ու ամեն ինչի մեջ յուղ կա, էլի։ Սալը, խոզի միսը, եւ լեղապարկը կրճատող հատկությունն է յուղ է պարունակում, իր մեջ ընդեղենը, ընկույզը, ֆիստաշկան, ինչ ասեմ, պնդուկը, սրանք էլ են յուղ պարունակում, սրանք էլ են կրճատում լեղապարկը, ուրեմն սրանցից էլ պետք է խուսափել։ Եվ ամենավերջինը ձվի դեղնուցը, ձվի դեղնուցը առաջացնում է լեղապարկի կրճատում։ Հետևաբար ձվի դեղնուցից պետք է խուսափել։ Այս որ հիվանդները, կրկնում եմ, ովքեր մինչև վիրահատությունը պատրաստվում են վիրահատության եւ մինչև վիրահատությունը ընենց անենք, որպեսզի պրիստուպ չզարգանա, ահա այս դիետան պահում են։ Այն հիվանդները, որոնց մոտ պրիստուպ մի անգամ եղել ու անցել է եւ լեղապարկում քարերը մանր են, նրանք էլ նույնպես կարող են այս տեսակ դիետա պահել։ Այսինքն էլի ըստ էության պիտի վիրահատվի, բայց ոնց որ գլուխ է պահում, չի ուզում, հələ ուզում է ձգձգի։ Էլի այս դիետան պիտի պահի։ Մնացած խնդիրները, օրինակ լեղապարկի պոլիպներով պացիենտները, այստեղ ոչ մի դիետա պետք չի, բացարձակապես։ Եվ մինչև 1 սանտիմետր չափ ունեցող լեղապարկի պոլիպները ընդհանրապես ոչինչ չեն կանում։ Կոպիտ ասած հիվանդություն չենք համարում։ Ամենաշատը տարին 1 անգամ ստուգում ենք, եթե 5 մմ-ից մեծ է պոլիպը, իսկ եթե 1 սանտիմետրից է մեծ պոլիպ, արդեն պիտի լեղապարկը հեռացվի։ Իսկ եթե լեղապարկում պոլիպ կա եւ կան քարեր, համ պոլիպը կա, համ էլ քարը, այդ դեպքում էլի լեղապարկը պիտի վերացվի, անգամ հեռացվի, անգամ առանց պրիստուպի։ Բայց այս մարդկանց դիետա չենք առաջարկում։ Նորմալ առողջ մարդու պես ուտում են համով բաներ եւ չեն ուտում անհամ բաներ։ Այդ ունիվերսալ դիետան հիշեք, ուտել համով բաներ եւ չուտել անհամ բաներ։ Օրինակ պոլիպով հիվանդները, կամ հիվանդները չէ, մարդիկ, ահա այսպես են անում։ Բանը լեղապարկի ֆունկցիոնալ խանգարումները, օդի սֆինկտերի դիսկինեզիա կամ լեղապարկի դիսկինեզիա, էլի որևիցե դիակ բառը հիշեցի, Աստված իմ։ Դիետա որևիցե պետք չի։ Այս ֆունկցիոնալ խանգարումները որևիցե դիետա չի պահանջում, այլ պետք է բուժես այս ֆունկցիոնալ խանգարումները։ Չնայած այս դիագնոզների հետ ես այդքան էլ հաշտ չեմ, ու շատ հազվադեպ եմ այս դիագնոզը դնում, մի խոսքով, ինչու դա մեծ առանձին մեծ ու շատ խորը մասնագիտական քննարկման կարիք ունեցող առարկա է, թեմա է, դա հիմա դրա մասին չենք խոսա։ Էլ ինչ կա, մեկ էլ ոչ քարային խոլիցիստիտները, սա շատ կարևոր է, ոչ քարային խոլիցիստիտները, նու սա մի քիչ անհասկանալի է, ինչ, եթե իրոք խոլիցիստիտ է, այսինքն լեղապարկի պատերը այտուցված են եւ այլն, սա էլ պիտի վիրահատվի, էլի դիետայի հարց չկա, պիտի վիրահատվի։ Երբեմն լեղաքարային հիվանդությունով պացիենտները լեղապարկում քարեր կան, սոնոգրաֆիստները անունը դնում են քրոնիկ խոլիցիստիտ, իրականում ոչ մի խոլիցիստիտ էլ ընկել չի լինում, գոնե ակնհայտ, լավ, խոլիցիստիտ չի լինում, ակնհայտ։ Նու այս դեպքերում էլի դիետա պետք չի։ Եթե հանկարծ մի օր քարը կշարժվի կամ խցանի ծորանը պրիստուպ կառաջանա, ապա գնում եք եւ վիրահատում եք։ Մինչեւ վիրահատությունը կարաք դիետաներ պահեք, մինչեւ հերթը հասնի վիրաբույժի։ Նու էսա լեղապարկի դիետաները, ավելի բան սրա լեղապարկի դիետաների հետ չկա։ Ինչու չկա, կրկնում եմ, որովհետև լեղապարկ հեռացված մարդիկ այլևս հիվանդ չեն, նրանք առողջ մարդիկ են, գրեթե նրանց դիետան ոչնչով չի տարբերվում առողջ մարդկանց դիետայից։ Իսկ մինչև լեղապարկը վիրահատելը
եթե լեղապարկի բուժում պահանջում է միայն, գրեթե միայն սուր քարային խոլիցիստիտը կամ ենթասուր քարային խոլիցիստիտը։ Անլավ երբեմն հա խոլեդոխոլիցիազը ոչ թե բուժում պահանջում է, բայց սրանց դեպքում դիետան խիստ ժամանակավոր բնույթ ունի, խիստ այնքան մի քանի օր դիետա է պահում, մինչև գնա վիրահատվի։ Այն մնացածը, որ վիրահատության ցուցում չունեն, նրանք դիետա պահելու ցուցում էլ չունեն։ Այսինքն, եթե բժիշկը ձեզ խորհուրդ չի տվել գնալ եւ հեռացնել լեղապարկը, ուրեմն դիետա էլ ձեզ չի ասի։ Կամ դիետան կասի պայմանով, որ դուք, ասենք, չգիտեմ, արդեն 2 անգամ պրիստուպ ունեցել եք, հիմա եկել եք առանց ցավերի, պլանավորում եք առաջիկայում մի շաբաթում, 10 օրում, մի ամսում գնաք լեղապարկը հեռացնեք, ասում եմ, այս դիետան պահի միջև կհեռացնեք, կպրծնեք։ Թերևս այսքանը ես չգիտեմ ինչ որ հարցեր կան կամ ինչ որ բան բարիատրիկ վիրահատությունից հետո եւ ոչ միայն բարիատրիկ վիրահատությունից, բարիատրիկ վիրահատությունը դա երբ որ ստամոքսը վիրահատում, փոքրացնում են կամ աղիների հետ այնպես են կծմծում, որ մոշում մարդը նիհարի։ Դա միայն բարիատրիկ չէ, ընդհանրապես նիհարող մարդկանց մոտ լեղապարկի քարերի առաջացման ռիսկ կա, մեծ վտանգ կա։ Լեղապարկի քարերի առաջացման ռիսկ կա նաև հղիության ժամանակ։ Հղիության ժամանակ իհարկե ոչինչ էլ չենք անում, եթե խնդիրներ չկան, ոչինչ էլ չենք անում, բայց բարիատրիկ վիրահատությունից առաջ, նույնիսկ առաջ, կամ վիրահատությունից անմիջապես հետո։ Եվ ընդհանրապես, եթե մարդը տրամադրվել է կտրուկ քաշքցի, այդ թվում միջև մի քանի տասնյակ կիլոգրամ, խորհուրդ եմ տալիս լեղապարկը ջրիկացնել, տալ լեղին ջրիկացնող դեղ, այսպես ասած ջրիկացնող, դա ուրսոդեզոքսի խոլաթթուն է։ Ուրսոդեզոքսի խոլաթթուն լեղուն տալիս այնպիսի հատկանիշներ, որպեսզի քարեր չառաջանան։ Բայց սա արդեն ուրիշ թեմա է, եթե ուզում եք, հիմա ասեմ, շատ է երկարելու լայվը, եկեք ուրսոդեզոքսի խոլաթթվի մասին, հատուկ այս դեղի մասին, ինքը շատ լավ դեղ է, շատ հետաքրքիր դեղ է։ Հաջորդ կամ այն մյուս թեման սրա մասին կլինի, հաջորդ թեման ջուր խմելու մասին է լինելու։ Այսքանով եկեք սահմանափակվենք, հետևեք ինձ, անպայման կխոսամ այդ կտրուկ նիհարելու արդյունքում առաջացող քարերի մասին եւ դրանց կանխարգելման մասին, անպայման կխոսամ, մի քիչ էլ հղիների քարերի մասին կխոսամ, բայց հաջորդ թեման լինելու է ոչ թե սա, այլ լինելու է ջուր խմելու մասին, թե ինչպես պետքա եւ ինչքան պետքա ջուր խմի մարդը օրվա ընթացքում, սա կարծում եմ շատերիդ կհետաքրքրի, որովհետեւ լուրջ թեմա է, ամենայնպես այդպես է ներկայացվում։ Ու թերևս այսքանը, շնորհակալ եմ ուշադրության համար, ուրիշ հարցեր բան չկան, հա, всё, հաջորդը ջրի թեման է, դրանից հետո կխոսանք ինչի մասին, կխոսանք այդ ուրսոդեզոքսի խոլաթթվի մասին, այդ կտրուկ նիհարելուց լեղապարկում քարերի առաջացման մասին։ Շնորհակալություն ուշադրության համար, միշտ օր հանդիպում։